Ռեժիմի առանձնահատկությունները 0-3 ամիս 0-3 ամսվա շրջանը այն ժամանակն է, երբ փոքրիկի քնի ռեժիմը կարող է թվալ անկանխատեսելի։ Բայց կան որոշ առանձնահատկություններ, որոնց արժե ուշադրություն դարձնել։ Բոլոր փոքրիկների համար ընդհանուր է մեկ բան, նրանք շատ են քնում։ Միջինում 18-ից մինչև 20-22 ժամ օրական առաջին մի քանի շաբաթների ընթացքում։ Քնի և արթնության նորմերը մոտավոր ուղեցույցներ են։ Քնի հիմնական նորման, որի վրա պետք է կողմնորոշվեք, ձեր փոքրիկի քնի որակն է և նրա ինքնազգացողությունը։ Ոմանց շատ քուն է պետք, ոմանց ավելի քիչ։ Սա արդեն կսկսի երևալ կյանքի առաջին ամիսներին։ Մեր պատկերացմամբ ռեժիմը, երբ բոլոր քուներն ու արթնացումները ժամ առ ժամ ֆիքսված են, անհնար է և ֆիզիոլոգիապես ճիշտ չէ նորածնի համար։ Կյանքի առաջին 3 ամիսներին շատ ցերեկային քուն, 5 և ավելի անգամ։ Դրանք բոլորն էլ տևողությամբ տարբեր են։ Այս տարիքում գրեթե յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ երեխայի քնի նորման կփոխվի, քնի քանակը կկրճատվի, իսկ արթնության ժամանակը կավելանա։ Եվ սա շատ կարևոր է հասկանալ։ Հաճախակի սխալը, որը հանգեցնում է փոքրիկների քնի խնդիրների, այն է, որ մայրիկը կարծես մնում է նույն ռեժիմի մեջ։ Երեխային արդեն պետք է ավելի քիչ քուն և ավելի շատ արթնություն, իսկ մայրիկը շարունակում է փորձել նրան քնեցնել ինչպես առաջ և ամեն կերպ երկարացնում է քունը։ Կյանքի առաջին ամսում երեխան անընդմեջ արթուն է մնում 30-ից 50 րոպե, ցերեկային քունն 5-6 և ավելի անգամ, տևողությունը 20 րոպեից մինչև 3 ժամ։ 3 ժամյա երկար քունը միայն մեկ անգամ է լինում։ Մեկ ամսականից հետո այն արժե կրճատել մինչև 2,5 ժամ։ Եվ հետագայում երկրորդ ամսին մինչև 2 ժամ։ Կարևոր է իմանալ, որ եթե երեխան շատ է քնել և քնում է 3 ժամից ավելի, ապա պարտադիր է նրան արթնացնել կերակրման համար։ Եթե ցերեկային քունը կարճ է եղել մինչ 20 րոպե, ապա փոքրիկի ակտիվության շրջանը ամենայն հավանականությամբ ավելի կարճ կլինի երկար քնից հետո և նա ավելի շատ ժամանակ կանցկացնի արթուն վիճակում։ Գիշերը քունը կարող է տևել 8-ից 10 ժամ։ Փոքրիկը կարթնանա կերակրման համար։ Կերակրման համար փոքրիկները արթնանում են տարբեր ձևերով։ Ոմանք կարող են 5 ժամ քնել առանց արթնանալու, իսկ ոմանք 2-3 ժամը մեկ արթնանում են ուտելու համար։ Առաջին ամիսներին բնորոշ է գիշերը ուշ քնելը 21:30-ից հետո, նույնիսկ մինչև 23:00։ Բացի այդ, ուշ քնելը կլինի նաև ուշ արթնանալու դեպքում և հակառակը։ Երկրորդ ամսում արթնության միջակայքը քնից քուն 1 ժամից մինչև 1 ժամ 20 րոպե է, իսկ ցերեկային քները 4-ից 6 անգամ։ Ցերեկային քները տևում են 20 րոպեից մինչև 2,5 ժամ։ Կյանքի երրորդ ամսում արթնության միջակայքը արդեն ավելանում է և կազմում է 1 ժամ 20 րոպեից մինչ 1 ժամ 35 րոպե։ Ցերեկային քները 4-ից 6 անգամ։ Ցերեկային քները տևում են 20 րոպեից մինչև 2,5 ժամ։ Որպեսզի հասկանաք, թե երբ է փոքրիկը ուզում քնել, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրա հոգնածության նշաններին։ Նա շփում է աչքերը, նայում է մեկ կետի, ծծում է մատը։ Սա նշանակում է, որ ժամանակն է նրան քնեցնել։ Բայց որոշ երեխաներ այդ նշանները այնքան էլ ակնհայտ չեն ցույց տալիս։ Այդ դեպքում յուրաքանչյուր քնից առաջ պետք է ընտրել արթնության օպտիմալ տևողությունը, որի անցնելուց հետո փոքրիկը հեշտությամբ է քնում և խոր քուն է ունենում։ Եթե զգում եք, որ երեխային ավելի դժվար է քնեցնել, նա դիմադրում է քնեցնելուն, քնում է կարճ, մակերեսային և անհանգիստ, ապա դա ձեզ համար կարմիր ազդանշան է, որ օրվա ռիթմը պետք է փոխել։